Առհասարակ նպատակներից մեկը քաղաքական դաշտ մտնելու, դա իհարկե առաջին հերթին կրթական օրենսդրությամբ զբաղվելն է։ Ես պետք է նշեմ, որ հայաստանյան կրթության մասին օրենքները եւ ընդհանուր հանրակրթության ընդհանուր օրենքը եւ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքները բավական լավն են, համապատասխանում են, եթե համեմատում ես եվրոպական այլ երկրների կրթական օրենսդրության հետ, համապատասխանում են եվրոպական մոտեցումներին, սակայն մեր օրենքում վերջին տարիներին անհասկանալի փոփոխություններ են կատարվում, որոնք նախ համահունչ չեն մեր զարգացումներին, չեն արտահայտում մեր կրթության մեջ եղած զարգացումները կամ սպասելիքները, եւ օրենսդրության մեջ որևէ բան այդպես ապրիորի առանց քննարկման, առանց զգուշացման փոխելը իմ կարծիքով ամենամեծ սխալն է, դավադրության նման մի բան է։ Ես համարում եմ, որ բոլորս ենք այդպես համարում, որ կրթության ցանկացած օրենք պետք է կատարվի։ Առաջին հերթին, որ ստեղծվում է օրենքը, առաջին պահանջը օրենքի հանդեպ դա նրա կատարումն է հրապարակման օրից կամ հրամանագրման օրից։ Եվ այդպես էլ եղել է տարիներ շարունակ։ Հիմա եթե անհրաժեշտություն կա այդ օրենքում փոփոխություն անելու, իսկ անհրաժեշտություն կա, տեսնում ենք, ուրեմն դա պետք է լինի անպայման ծավալուն քննարկումների արդյունքում։ Չի կարող օրենքը լինել արդիական, եթե հաշվի չի առնում շահակիցների շահերը։ Իսկ կրթության շահակիցները նույնիսկ դժվար է ասել, թե որ մասն է հանրության, փաստորեն դառնում է ամբողջ մեր հանրությունը։ Եթե վերցնենք առանձին խմբերով կրթվողներ, կրթողներ, կրթության կազմակերպիչներ, կրթության որակի պատասխանատուներ, սրանք մեծ խմբեր են մարդկանց, մեր հասարակության շահերը, իղձերը արտահայտող, որոնք իհարկե առաջին հերթին են շահագրգիռ, որ օրենքում բացերը չլինեն կամ հետս հետ լուծվեն այդ բացերը եւ օրենքը իսկապես արտահայտի մեր հանրության շահերը եւ տանի առաջ զարգացնի կրթությունը եւ ոչ թե խոչընդոտի։ Կրթությունը հետաքրում է մեր ամբողջ հանրությանը։ Եթե մենք 25 տարի առաջ կարողանայինք, որը անհնար էր, ավելի ճիշտ հիմքեր դնել մեր հանրակրթությունում, մենք այսօր կունենայինք այնպիսի երիտասարդություն, որին պետք չէր լինի ասել մի գնացեք եւ գումարներով կամ ինչ-որ շահերից ելնելով լսեք այսինչ այնինչ մարդկանց եւ տվեք ձայները պատվերով։ Մենք կկարողանայինք հասնել դրան, մենք արդեն ունենք 25 տարեկան երիտասարդներ կամ 20-18, ովքեր ընտրող են եւ գուցե արդեն երկրորդ անգամ են իրենց ձայնը բարձրացնում ընտրություններին եւ իրավունք ունեն ընտրելու։ Մեծ ջանքեր են պահանջվում, որովհետեւ Դաշնակցությունը երբեք դեռ չի ունեցել ազգային ժողովում մեծամասնություն, որ դնի եւ միայն իր ուժերով հարցերը լուծի եւ առաջ քաշած հարցերը։